Խաչատրյանի հիվանդանոցա չէ ուղեկցե։ Հա Խաչատրյանը հիվանդանոց իկաղա հիվանդանոցից գաստե։ Գևորգյան կաղա կամբատի հիվանդանոցից գաստե։ Հա, գաստե։ Աչետակրքիրա բեռնատարի հետևի լուսերը վառվել, հա։ Վառած է եղել։ Էլի տեսքից որ նայում ես խնամված աղբյուր է, էլի կարա աշխատել։ Հա, դեդի փորձաքննությունը հա, այդ փորձակ բան կան, էլի։ բարձ կլինի, վառելա, չի Ես վառել։ ունայի տես։ Մոտել տակ էլի։ Նայ միջև որտե հասել է։ Նայ հարվածը ստեղ էլ է։ Գևորգյան նայ։ Այստեղ էլ է հեսա, տես հարվածի հետքը։ Տես։ Մոստը կնես որ։ Մոստը փախցրել են, օպելի մասեն են արանք ընկածը։ Էսի նայի, այսի, էս դնում։ Էսի կաղա խփացել կոտրացել են լույս, էլի։ Նոր կոտրած է, էլի փոշի բան չկա, բայց դե ձեր չենք ուզում։ Էսի 66-ա, չէ։ Էսի 66-ա։ Հա, զիլ 131։ Թող անցնի, պրոստը մեզ բան չանի։ Զիլ 131։ Կարելի ասել մխրճվել է զլի հետնամասի մեջ, էլի։ Նոյեմբերի 27-ն է, Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում Opel Magnishi ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս մխրճվել է զիլ 131 Magnishi բեռնատարի հետնամասի մեջ։ Վթարի հետևանքով Opel-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն վթարի վայր ժամանած ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ տեղափոխվել է Սևան բժշկական կենտրոն։ Իմ տեղեկություններով, ինչպես նաև դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի վարորդին, վիրավոր վարորդին օգնության հասած պարեկներն են իրենց ծառայական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, ապա ժամանել են դեպքի վայր։ Այս պահին տարածքը սահմանազատվել է, դեպքի վայր են ժամանել նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի ոստիկանները բաժնի պետի գլխավորությամբ մինչ պարեկներն ու համայնքային ոստիկանները սահմանազատել էին տարածքը, Սևան բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Սևանի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Իմ տեղեկություններով նաև Զիլի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Այս պահին բարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, Զիլի վարորդի և մահացած Օպելի վարորդի ինքնությունը։ Օպելի վարորդը երիտասարդ տղա է, այս պահին արդեն դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից արդեն քննչական խումբը բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ ժամանում է դեպքի վայր։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչի անհնարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հիմա տեսնում եք, թե Օպելը ոնց է։ Օպելը կարելի ասել վերածվել է մետաղե ջարդոնի, տեսնում եք։ Սա էլ Զիլ 131-ը, հետևի մասում նաև կա Օպելի, դիմապակին է Օպելի,